Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն այսօր մեղավոր ճանաչվեց 2013 թվականի օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած միջադեպից հետո իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Պատիվ նշանակող տուգանք նվազագույն աշխատավարձի 400 պատիկի 400,000 դրամի չափ։ Կիրառել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարելիցի կապակցությամբ հանրային հայտարարելու մասին 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման երկրորդ կետի 4-րդ ենթակետը եւ Արգիշտի Կիվիրյանը ազատել բաժից։ Թեև Արգիշտի Կիվիրյանը չի վճարի տուգանքը, այնուամենայնիվ վճիռը մեղադրող Արթուր Երիցյանը գնահատում է օրինաչափ։ Բողոքարկելու եք։ Պաշտպանական կողմը սակայն պատրաստվում է բողոքարկել վճիռը։ Նպատակը ուղղակի սպառելն է պետական ատյանները, որպեսզի հնարավորություն ունենանք դիմելու եվրոպական դատարան։ Փաստաբանը հայտարարում է, որ մեր երկրում չկա մի դատավոր, որը Արգիշտի Կիվիրյանի գործով կարող էր արդարացման դատական ակտ կայացնել։ Կարող էր նման բան լինել, եթե իշխանությունները որոշեին, որ ձևականորեն պետք է ցույց տան, որ իբրև թե ունեն դատական անկախ համակարգ, բայց նույնիսկ դա իրենց մեջ ուժ չունեցան։ Սա քաղաքական հետապնդում է իմ նկատմամբ, չկա ընդհանրապես ապացույցներ իմ դեմ։ Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ ներկայումս 9 վարչական գործ կա հարուցված։ Արգիշտի Կիվիրյանը չի ընդունել ոչ մեկի առաջարկը, խելոք մնալ եւ դուրս չգալ իշխանությունների դեմ։